Այո, բակային խաղերից, խաղային մշակույթից վերադառնանք իհարկե մշակույթ, բեմ, որտեղ միանշանակ հենց ամանորյա նախաշեմին ներկայացում են հետաքրքիր իրադարձություններ։ Ամանորյա տրամադրությունն արդեն իսկ կա բոլորի մոտ, այնպես որ փորձեք այս տրամադրության հետ մեկտեղ նաև այցելել բոլոր այն միջոցառումներին, որոնք հատուկ հենց այս օրերի համար են նախատեսված։ Դեկտեմբերի 27-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում կկայանա Գյումրու համայնքապետարանի պարարվեստի դպրոց հոակի The Christmas Chronicles ամանորյա երաժշտական պարային մյուզիկլը։ Եվ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք պարարվեստի դպրոց հոակի տնօրեն Լիլի Գասպարյանին եւ դպրոցի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին։ Բարի առավոտ։ Հայլուս, լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Դե եկեք նախ մի փոքր խոսենք պարարվեստի դպրոցի մասին, հետո արդեն հասկանանք 27-ին կոնկրետ ինչ է լինելու։ Դպրոցի մասին երևի ավելի լավ կխոսի պարոն Գասպարյանը։ Եվ պարոն Գասպարյան։ Դպրոցը ստեղծվել է 1997 թվականին, ես եմ նախաձեռնել, որովհետև քաղաքը չուներ պրոֆեսիոնալ այդպիսի դպրոց, եւ դպրոցը արդեն 28 տարի գործում է, նորմալ պայմաններ ունի։ Մենք ինչ ասեմ, բազմաթիվ փառատոներ ենք մասնակցել, մեր ցանկներ ենք ստացել, վերջինը մշակույթը եւ ես Հայաստանը եւ ես արվեստի նորից առաջի տեղը գրավեցին մեր դպրոցականները վերջերս Տիգրան Հեկիկյանի կազմակերպած այդ փառատոններ ամբողջ հանրապետության պարարվեստի եւ արվեստի դպրոցների մեջ առաջ տեղը գրավեցինք ունենք լավ սաներ իսկ գործում է դպրոցը լավ պայմաններ ունի Տարածաշրջանը միակ պարարվեստի դպրոցն է տարածաշրջանի, այո, այսինքն Շիրակի մարզի միակ պարարվեստի դպրոցն է։ Կամպակներ կան, բաներ կան, բայց պարարվեստի դպրոց որբիսի այդպեսին միակն է։ Եվ միակ պարարվեստի դպրոցը դեկտեմբերի 27-ին պատրաստել է ամանորյա հեքիաթ։ Այո։ Ինչ է լինելու։ Պարարվեստի դպրոցը արդեն մի քանի տարի ավանդույթ է դարձել իր համար։ Մենք ունենք կիսամյակային հաշվետու համերգներ եւ տարեվերջյան հաշվետու համերգներ եւ առաջին կիսամյակի հաշվետու համերգը ավանդույթ է դարձրել վերցնել որևէ մուլտֆիլմ, որևէ ֆիլմ եւ այն վերածել պարային ներկայացման։ Եվ այս տարի դա եղավ The Christmas Chronicles ֆիլմը, Netflix-ի հայտնի բոլորին։ Մենք վերցրեցինք ֆիլմը, օգտագործեցինք մոտիվներ ֆիլմից, իհարկե ամբողջությամբ այն վերածել պարային ներկայացման մի փոքր բարդ կլիներ։ Խորեոգրաֆիան ամբողջությամբ արվեստի դպրոցի մանկավարժներինն է, ամեն տեսարան, քանի որ դասավանդում է տարբեր մանկավարժներ, մենք բաշխել ենք տարբեր տեսարանների, բաշխել ենք մանկավարժների միջև, ընտրել ենք գլխավոր կերպարներ, ինչպես որ ֆիլմում կա, եւ այդ ամենը միացրել ու ստանալու ենք արդեն մյուզիկլ։ Բայց այս տարի մի փոքր շքերթներ կբացեմ ու կասեմ, որ տարբերվելու է անցյալ տարիների ներկայացումներից նրանով, որ բեմում լինելու է նաև երգչախումբ։ Վաու։ Այսինքն մենք ունենալու ենք այնտեղ տեսարաններ, որտեղ մասնակցություն է ունենալու երգչախումբը, մնացածը թողնեմ մի քիչ գախնի մեր հանդիսատեսի համար, որպեսզի գան մեր ներկայացմանը եւ այն դիտեն ավելի հետաքրքրությամբ մեծ։ Եվ նորովի կլինի դա մեր աշակերտների համար եւ հանդիսատեսի համար։ Պար, երգչախումբ, սա իհարկե կատարողական արվեստը ել ավելի փայլուն դարձնելու համար, իսկ վիզուալ էֆեկտներ, հագուստներ, որովհետև այսօր երեխաներին շատ դժվար է այդ հեքիաթի մեջ տանել։ Այո, եւ դուք երևի ինձանից լավ գիտեք, թե այդպիսի ներկայացումներ կազմակերպելը եւ բեմադրելը ինչքան մեծ ծախսերի հետ է կապված եւ օգտվելով առիթից ուզում եմ Գյումրու համայնքապետարանի շնորհակալություն հայտնել, որովհետեւ մեր այս տարվա առաջին կիսամյակի հաշվետու համերգը ներկայացումը մենք անում ենք իրենց բարձր հովանու ներքո ու դա մեր աշակերտների եւ մեր համար շատ մեծ ուրախություն էր, որովհետեւ մենք ունենք այնտեղ բազում դեկորներ, կարվում են գրեթե նոր բոլորը նոր հագուստներ, որովհետեւ դե գիտեք, պարային համարների համար մի քիչ ամեն ինչ այլ է, իսկ ներկայացման համար մենք պետք է ունենանք դեկորներ, ռեկվիզիտներ, ներկայացման համապատասխան հագուստներ, որպեսզի այո, կերպարներն ավելի արտահայտիչ լինեն։ Եվ արդեն անցած տարի մենք ունեցանք Grinch ֆիլմի հիման վրա նախ անցյալ տարի Սառցե սիրտներ Ֆրոզենը եւ ամեն տարի այդպես մեր աշակերտներին մենք փորձում ենք որ պարային համարներից բացի նրանք կարողանան կերտել կերպարներ որպեսզի ավարտեն դպրոցը որպես ոչ թե ընդամենը պարող, այլ արտիստ։ Արտիստներ, այո, ամբողջականացված այդ ամենը։ Ովքեր են մասնակիցները, երեխաները տարբեր տարիքի են, ինչքան ժամանակ է որ պարարվեստի դպրոցում են։
Տարբեր տարիքի երեխաներ են, սկսած 6 տարեկանից մինչև 13-14 տարեկան երեխաներ են, յուրաքանչյուրից 10 անով, այսինքն դպրոցը 7-ամյա է, ունենք 7 աններ, յուրաքանչյուրից 10 աններով մենք 10 ան ունենք, որ երկու խմբի է բաժանված, այսինքն երեխաները շատ են, բաժանել ենք երկու խմբի, առաջ երկրորդ 10 անները ունենք այդպիսի երեխաներ, որ երկու խմբի են բաժանված, յուրաքանչյուր խումբ ներկայացում է իր մանկավարժի հետ միասին իր ստեղծագործությունը, իր բարը երաժշտությունները, որոնք վերցրել ենք մենք ֆիլմից եւ վերցրել ենք նաեւ մեր հայ կոմպոզիտորներից, որը նվիրված է ամանորին երաժշտություն։ Եվ մասնակցում են դպրոցի շուրջ 100 երեխաներ։ Շուրջ 100 երեխաներ մասնակցում են միջոցառմանը։ Լավ, եկեք մի փոքր Եմուրասմա կուլիսներ գնանք, հա։ Շուրջ 100 երեխաների հետ աշխատել ու այդ ամենը իրականացնել, ես համոզված եմ, որ բարդ է։ Խոսքը տեխնիկական մասով չի, այլ այդ ամբողջը կառավարել, այդ ամբողջը մի կոլեկտիվի մեջ ներկայացնել, ովքեր են աշխատում երեխաների հետ այսօր։ Այսօր մենք չեմ ուզում թեթիկ հնչի, բայց աշխատում է մեր դպրոցում Գյումրի քաղաքի լավագույն մասնագետները բարևստի, որովհետև դա էլ է մի փոքր բարդ։ Բոլորը գալիս են, սովորում են Երևանի պետական քոլեջներում եւ համալսարաններում, ստանում են բարձրագույն կրթություն եւ մնում են Երևանում եւ Գյումրիում պրոֆեսիոնալ բարևստի մասնագետ գտնելը շատ բարդ է եւ մենք ունենք այդ երջանկությունը եւ ունենք մասնագետներ, արդեն ունենք վաստակաշատ մասնագետներ, այս տարի նաեւ ունենք նոր երիտասարդ մասնագետներ, ովքեր ավարտել են մեր դպրոցը, լավագույնն են եղել եւ մենք այս պահին իրենց ընդգրկել ենք նաեւ մեր պարուսույցների շարքում եւ նրանք աշխատում են կրկնակի աշխատանք են տանում, ինչու ոչ եռակի։ Մասնագետներ ունենք, ովքեր եւ հագուստներ ու դեկորներ են պատրաստում երեխաների համար եւ բառն են սովորեցնում, թե ինչ պետք է նրանք բեմում ցույց տան, բեմադրում բառը եւ նաեւ կերպար են ստեղծում, փորձում են նրանց կերպարը բացատրել, որպեսզի կարողանան ճիշտ դերասանի վարպետությամբ այն բեմում ցույց տալ։ Այսինքն եռակի աշխատանք են մեր մանկավարժերն այս պահին կատարում։ Սա իհարկե տարվա վերջյան, տարեվերջյան, հա, տոնն է, բայց մի ամբողջ տարի դպրոցն աշխատում է, մի ամբողջ տարի դպրոցը ներկայանում է հանդիսատեսին։ Եկեք մի քիչ հետ հայաց գցենք ու հասկանանք այս տարվա ընթացքում ինչ արվեց դպրոցը, ինչ բարձրացավ բեմ։ Դա կրկին առաջին կիսամյակը մի քիչ խաղարկային, մի քիչ տոնական, մի քիչ այսպիսի ամանորյա ենք ներկայացնում, իսկ տարեվերջը արդեն երկրորդ տարին է ավելի լուրջ, ավելի այլ ուղղությամբ ենք ներկայացնում։ Անցյալ տարի եղավ Շառլ Ազնավուր 100-ամյակին նվիրված մեծ միջոցառում, առաջին բաժինը, երկրորդ բաժինը հաշվետու համերգ, այսինքն թե դպրոցի աշակերտները ինչ են սեպտեմբերից մինչև մայիս սովորել։ Դա ենք ցույց տալիս։ Այո։ Իսկ այս տարի կարծես թե նվիրում ենք մեծերին, հայ մեծերին։ Այս տարի նվիրեցինք Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Ուստակարո վեպից վերցրեցինք հատված եւ բեմադրեցինք դա առաջին բաժինը կրկին, երկրորդ բաժինը նորից հաշվետու համերգ։ Շատ շքեղ ներկայացում էր։ Ցավում եմ, որ ընդամենը մեկ անգամ այն դրամատիկական թատրոնի բեմում գնաց սուղ ֆինանսների պատճառով։ Հուսով եմ, որ կենտանի երաժշտությամբ։ Այո։ Ամբողջ ներկայացումը կենթանի երաժշտությամբ էր։ Եվ երաժշտությունը վերցրած էր այն երաժշտությունը, որոնք Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված երգեր էին եւ երաժշտություններ են, ճիշտ է, էլի օգտվել ենք նաեւ այլ Ավետ Տերտերյան, օգտվել ենք նաեւ Նիկողայ Տիգրանյանի երաժշտությունից, բայց հիմնականում երաժշտությունը վերցրել ենք այն երաժշտությունները, որոնց Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա էր գրվել։ Քանի տարի են սովորում երեխաները դպրոցում։ 7 տարի։ Եվ հետո արդեն ինստիտուտ բուհա հասնում են։ Եվ հետո շատ ցավոտ է մեզ համար։ Այս դրա մասին եմ ուզում խոսենք, որովհետև 7 տարի դառնում են ընտանիքի անդամ։ Այո։ Այդ ջերմությունը, սերը, որ տալիս եք տարիների ընթացքում, հետո գալիս է մի պահ, երբ պիտի նրանց բաց թողնեք։ Թրջունի նման, հա։ Այ հարց է, նրանք հետո կվերադառնան այդտեղ որպես դասավանդողներ, թե ոչ։ Բայց այդ բաց թողնելու process-ը ո՞նց է կանում։ Մենք այս պահին նաև ունենք դպրոցին կից անսամբլ, որը մեր սաները ավարտում են եւ չկա մի վայր, չկա պետական հարթակ, այսինքն բարի պետական անսամբլ չունի Գյումրին, ցավով եմ նշում եւ բազմիցս այդ խնդիրը բոլոր հարթակներում բարձրացնում ենք տարիներ շարունակ պարոն Կասպարյանը, այժմ ես նույնպես եւ այդ հարցին չի տրվում բացարձակապես լուծում, բայց մշակույթի արվեստի քաղաքը այսօր չունի բարի պետական անսամբլ։ Ու մեր սաները ավարտում են, չունեն ոչինչ անելու, ստիպված գնում են ընտրում են այլ մասնագիտություն, Գյումրիում միայն ունի Թատերական ինստիտուտը, Պարարվեստի բաժին, շատերը շարունակում են այնտեղ, շատերը ոչ, եւ այդպես գնում են մեր սաները այլ ուղղությամբ։
եւ մենք մնում ենք առանց կադրերի, ինչու ոչ։ Դա շատ ցավոտ խնդիր է, բայց լավագույններին մենք շատ ժամանակ ընդգրկում ենք մեր համերգների մեջ, որպեսզի չմոռանան պարարվեստը, չմոռանան թե ինչ են այդ տարիների ընթացքում նրանք սովորել։ Բավականին հետաքրքիր է, հա, որովհետև արդեն երբ որ վերադառնում են հանկարծ, դու հասկանում ես, թե ինչպես կարոտ կա եւ իհարկե արդեն կամաց նորից ընդգրկվում են այդ ամեն ինչի մեջ։ Շատ լավ, ինչ ակնկալիքներ ունեք արդեն հաջորդ տարվանից։ Ունեք նախագծեր, որոնք արդեն գծել եք հաջորդ տարվա համար։ Բազում նախագծեր կան հաջորդ տարի եւ մեր մեծերին նվիրված նորից եւ այս պահին այնքան շատ է եւ պարագողությունը եւ մտքի կողությունը, դրա համար շատ չեմ ուզում բարձրաձայնել խուսափելու համար, որ ինձանից առաջ չընկնեն եւ իմ մտքերը կողանան, որովհետեւ այդպիսի շատ դեպքեր են եղել։ Դրա համար փորձեմ դեռ լռել, բայց հուլիս ամսին նորից ինչպես նախորդ տարիներին, այդպես շատ հետաքրքիր նորություն է սպասվում մեր հանդիսատեսի համար։ Ուղղակի կցանկանամ, որ այն լինի շարունակական եւ այդ մեկ օրով չսահմանափակվենք մենք։ Մենք արդեն 9-րդ տարին է անցկացնում ենք այդպիսի պարային ներկայացումներ, երաժշտական պարային ներկայացումներ եւ ավանդական ենք դարձել։ Միայն 20 թվականին չկարողացանք անցկացնել, 2016 թվականից մինչ օրս մենք միշտ սկիսամյակին երաժշտական պարային ներկայացում ենք, նորություն ենք մտցել մեր քաղաքում, որովհետեւ չկար այդպիսի բան, մանկական պարային ներկայացումներ։ Դե 28 տարվա մեջ մենք նաև սաներ ենք ունեցել, որոնց երեխաներն են գալիս արդեն մեր մոտ։ Սերունդ է փող։ Այո, իրանց երեխաներն են գալիս մեր մոտ։ Դե ես արդեն 48 տարի դասավանդում եմ եւ իմ մեծ աշակերտների թորներն են գալիս նույնիսկ մեծ դպրոց։ Այդպիսի ավանդույթ ունենք, որ շարունակում են, բերում են երեխաներ։ Լավ է, մեր դպրոցը մի քիչ տղաների խնդիր ունի, ամբողջ հարաբերությունում այդ խնդիրը կա տղաները քիչ են հաջողվում բարի։ Այո։ Այդ խնդիրը ունենք, որովհետև տղաներին ավելի շատ է պետք բարը, որովհետև բարը ֆիզիկապես զարգացնում է առնական տղամարդ է դաստիարակում։ Մեր հայկական բարերը բոլորը մարտական ռազմական բարեր եւ այդ տղաները բարելու գալու ավելի առողջ, ավելի առնական, ավելի տղամարդ են դաստիարակում։ Ես ուղղակի առիթից օգտվելու խնդրում եմ բոլոր ծնողներ, որ տղաներին ուղարկեն պարարվեստը, ժողովրդական պարը, հայկական, դա մարտարվեստ է։ Այո։ Գիտենան։ Այսքանը։ Շնորհակալ ենք ձեզ։ Մաղթում ենք հաջողություններ եւ այն տոնական տրամադրությունը, որ ունեք այսօր, համոզված եմ, որ հաջորդ տարի էլի տարեվերջին այս նույն ամփոփիչ տոնական տրամադրությունը կլինի, այնպես որ երկար ճանապարհ, միշտ ու բազում հետաքրքիր կադրեր։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ, մեկը ամանորյա է, մեկը սիրելիների համար, այնպես որ արև բացիկները ձեր դպրոցին որպեսզի շատ սեր լինի եւ շատ տոն լինի։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Մենք էլ ձեզ հրավիրում ենք մեր համերգին ներկայացմանը եւ դա նաեւ առիթ կլինի, որ շրջեք տոնական Գյումրիում, քանի որ մուտք այս պայն ճիշտ է տոմսերով է, բայց ազատ է, բոլորին ենք հրավիրում, բոլոր ցանկացողներին, թող գան եւ տեսնեն տոնական Գյումրին եւ տեսնեն գյումրեցի տաղանդաշատ մանուկներին։ Հրաշալի է։ Դե բաց չթողնեք Գյումրին տոնական ու հրաշալի տրամադրության մեջ տեսնելու եւ բնականաբար այդ ամենին գումարում է մշակութային տոնն ու տրամադրությունը։ Սա իհարկե արդեն դեկտեմբերի 27-ին։ Իսկ այս պահին փոքրիկ դադար, հետո վերադառնանք եւ Ադրինի հետ միասին ամփոփենք այսօրվա ծրագիրը։